Հարուստ օժիտ, իտալական հեքիաթ։ Քամի Բորեասն ուզեց ամուսնանալ։ Նա թռավ հարավային Սիրոկո քամու մոտ և ասաց. «Դոն Սիրոկո, չես ուզում արդյոք ամուսնանալ ինձ հետ»։ Իսկ Սիրոկոն ամուսնության մասին չէր էլ մտածում։ Նա սիրում էր ազատ կյանքը։ Մեկ թռչում էր Աֆրիկայի վրայով, մեկ էլ սլանում ազատ ծովերով։ Նրա ինչին էր պետք կինը։ Դոննա Բորեաս, երբ երկու աղքատ ամուսնանում են իրար հետ, երբեք չեն հարստանում։ Ես ոչինչ չունեմ, և դու էլ հարուստ օժիտ չունես։ Ինչպես թե չունեմ, նեղացավ Բորեասը։ Ամենահարուստ թագավորը նույնիսկ այդքան ոսկի չունի, որքան ես արծաթ ունեմ։ Եվ այստեղ Բորեասը սկսեց փչել ինչքան ուժ ուներ, փչեց այնքան, մինչև ուժասպառ եղավ։ Դե բոլորին էլ հայտնի է, թե ինչ է լինում նրանից հետո, երբ քամի Բորեասը սկսում է փչել։ 3 օր ու 3 գիշեր նա անընդհատ փչում էր։ Բլուրներն ու հովիտները ձյունով ծածկվեց, եղյամով պատեց տների տանիքներն ու ծառերը։ Արևի տակ փայլում էին ձնափաթիլները, պսպղում ինչպես մաքուր արծաթ։ Ինչ կասես, Դոն Սիրոկո, միթե ես հարուստ օժիտ չունեմ, միթե իմ արծաթը քիչ է։ Սիրոկոն ոչինչ չպատասխանեց, միայն ծիծաղեց ու ինքն էլ սկսեց փչել։ Նա միայն մի օր ու մի գիշեր փչեց, հալեցրեց ամբողջ ձյունը մինչև վերջին կաթիլը։ Հետո հարցրեց. «Ինչ կասես, Դոնա Բորեաս, կուզես ինձ հետ ամուսնանալ»։ Ինչ ես ասում, ինձ տնտեսող ամուսին է պետք, իսկ դու իմ ամբողջ օժիտը մի օրում վատնեցիր։ Չէ, քեզ հետ չեմ ամուսնանա։ Այդ ժամանակվանից էլ Բորեասը իր արծաթը շաղ է տալիս միայն այն ժամանակ, երբ Սիրոկոն թափառում է հեռու հեռուներում։